Շնորհակալ եմ, մեծարգո ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ձեր պաշտոնում եմ ներկայացնում մեր գործընկեր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի տեխնացությունը։ Պարոն Պապոյանը ծնվել է 1987 թվականի փետրվարի 11-ին Արագածոտնի մարզի Ուջան գյուղում։ 2008 թվականին գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը, 2008 թվականին ընդունվել է եւ 2011 թվականին հաջողությամբ ավարտել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի ասպիրանտուրան, պաշտպանելով տեխնացուական ատենախոսություն։ 2011 թվականից առ այսօր դասավանդում է Պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնում, սկզբից ասիստենտի, իսկ 2016 թվականից դոցենտի պաշտոնում։ Հեղինակ է 1 ուսումնական ձեռնարկի եւ 1.5 տասնյակ գիտական հոդվածների։ Տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին։ Գիտամանկավարժական աշխատանքին զուգահեռ աշխատել է մասնավոր հատվածում, մասնավորապես 2008-ից 2009 թվականներին աշխատել է Imex Group սահմանափակ պատասխանատվության ընկերությունում, 2009-ից 2013 թվականներին եղել է Z&A սահմանափակ պատասխանատվության ընկերության մարքեթինգային հետազոտությունների մասնագետ, 13-ից 18 թվականներին եղել է BD Group ՍՊ-ի մարքեթինգի բաժնի ղեկավարը, իսկ հետո նույն ընկերության փոխտնօրենը։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր է ընտրվել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով, եղել է ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի եւ 2 ժամանակավոր հանձնաժողովների անդամ։ 2021 թվականի հունիսի 20-ին ընտրվել է ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից, ամուսնացած է, ունի 1 զավակ։ Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ նաև մի փոքր ավելի մանրամասն անդրադառնալ պարոն Պապոյանի պատգամավորական գործունեությանը։ Ազգային ժողովի կողմից ընդունվել են պարոն Պապոյանի կողմից հեղինակած կամ համահեղինակած 16 օրենսդրական նախաձեռնություններ, հանդիսանում է ազգային ժողովի կողմից ընդունված 44 օրենքի նախագծի հարակից զեկուցող, մի շարք կարևոր նախագծերի քննարկումների փուլում կատարել է բազմաթիվ առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից, օրինակ Հարկային օրենսգրքի ազգային ժողովում քննարկման փուլում կառավարությունն է ուղարկել 15 առաջարկություն, որոնցից 1 տասնյակը ընդունվել են։ Ազգային ժողովում եւ Շենգավիթ եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների աշխատակազմերի գրասենյակում ընդունել է շուրջ 350 քաղաքացու, լսելով նրանց խնդիրները, որոնց զգալի մասը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ստացել են իրենց լուծումները։ 41 անգամ բնակիչների առաջարկով կամ իր նախաձեռնությամբ ունեցել է բակային հանդիպումներ Շենգավիթ եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում, ինչպես նաեւ եղել է 17 գյուղական համայնքներում հանդիպումներ ունենալով բնակիչների հետ ոչ քարոզարշավի ժամանակ։ Ազգային ժողովի ամբիոնից ունեցել է ավելի քան 100 ելույթ եւ հնչեցրել 84 հարց Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին եւ ազգային ժողովի պատգամավորներին։ Մասնակցել է մի շարք հասարակական քաղաքական միջոցառումների, որոնց շրջանակում մշտապես ձգտել է ակտիվ շփվել քաղաքացիների հետ, նրանց խնդիրներին ծանոթ լինելու նպատակով։ Վստահ եմ, որ վերը թվարկածը փաստում է, որ պարոն Պապոյանը լավագույնս կներկայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, ինչպես նաեւ արդյունավետ կհամակարգի տվյալ հանձնաժողովի աշխատանքները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տեխնացուին ներկայացնող պատգամավորին հարցերով դիմելու